Տեղյակ եք, որ հակակոռուպցիոն կոմիտեն քննում է մարտի 1-ի գործը։ Այո։ Չարչրկված, երկարատև այդ գործը։ Կարծում եմ մտածել եք դրա վերաբերյալ, ինչ գնահատականներ ունեք, կկարողանաք բացահայտել։ Դե մի կկարողանաք, եթե սպորտսմենը մոտենում է ծանրաձողին, այդ պահին ինքը մտածում է, որ հաստատ բարձրացնելու է ծանրաձողը։ Բնականաբար ոչ մի քրեական գործ անկախ վաղեմությունից կամ ձգձգվածության աշճանից, քննված լավ ու վատ որակներից չպետք է վախացնի այն պաշտոնի թեկնածուին, կոնկրետ դեպքում ինձ, ինչ որ հավակնում եմ ստանալ։ Մեկի պարոն Բատիկյան, դուք բավականին կարողություն ունեք, հայտնի փաստաբան եք, ինչն է դրդում ձեզ գնալ պետական համակարգ։ Դուք ներսում եք, չէ՞։ Այո։ Այդ հարցադրումները խորհրդի անդամները տվեցին եւ ես պատասխանեցի։ Միևնույն է գումարը ավելի քիչ է, քան ձեր այս պահի վաստակած։ Ուրեմն գումարը ավելի քիչ չէ։ Ես հստակ դրա վերաբերյալ թվային տեղեկությունները ներկայացրեցի, հաստատ գումարը քիչ չի։ Բացի դա, ուրեմն կոնկրետ իմ ներկայացրած իմ անցած ճանապարհը եւ ես այս հանրապետության քաղաքացի եմ։ Որոշ բաներ ինձ շատ մտահոգում են, ու ես պարտավորված եմ զգացել։ Օրինակ, կոռուպցիայի տարածվածությունը ընդունենք։ Օրինակ, քրեական գործերի քննությունը, օրինակ, դատարաններում գործերի քննության ձգձգվածությունը եւ շատ ավելի գործընթացներ, որոնց մասին դուք շատ լավ գիտեք։ Հաստատ ոչ մի բան իդեալական վիճակում հիմա չի գտնվում։ Դուք կարծում եք, որ գնաք միայնակ ձեր թիմով կկարողանաք։ Ես միայնակ չեմ լինելու, եթե գնամ։ Ձեր թիմով։ Ուրեմն միայնակ չեմ լինելու, որովհետև եթե դուք կարդաք պետության կողմից, կոնկրետ կառավարության կողմից ներկայացված մշակված հակակոռուպցիոն ռազմավարությունը, այնտեղ շատ հստակ ներկայացված են ուղղությունները եւ այդ ռազմավարության կամ մնացած միջոցառումների արդյունքում կազմված բազմաթիվ փաստաթղթեր ուրեմն ինձ բերում են այն մտքին, որ ես հաստատ միայնակ չեմ մնա։ Ինչի՞ պետք է միայնակ մնամ։ Եվ մի բան էլ, ձեր որդին ինչու վարորդական վկայական չի հանում։ Այդ հարցը տվեք իմ որդուն։ Կհանի։ Ես ներկայացրեցի։ Ընտանիքի անդամները ուրեմն բարևարկության ընթացքում բարևարկության որդինի մեծ առնչություն ունի, բացարձակապես ես իմ որդուն շատ սիրում եմ, գնահատում եմ եւ բացարձակապես այլ հանգամանքներ չկան մեկնաբանելու, ընդհանրապես իմ բարևարկություններ ստուգվում։ Իմ բարևարկությունը, իմ ընտանիքի անդամն է գտնում, բայց իմ ընտանիքի անդամը ընդհանրապես վարչական զանցանք էր կատարել, ընդհանրապես ես իհարկե չեմ խրախուսում, չեմ արդարացնում, բայց ամեն դեպքում կունենա, ես հավաստիացնում եմ, որ հաստատ կունենա շատ շուտով։ Պարոն Բատիկյան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական բարևարկություն է տվել թեկնածուներից երկուսին, որից մեկը դուք եք։ Դուք էլ հենց ձեր խոսքի ընթացքում մրցույթի հանձնաժողովի անդամների մասով անդրադարձակ հենց, որ զանգահարել են ձեզ դուք սպառիչ պատասխաններ եք տվել, այնուամենայնիվ բացասական պատասխան է եկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Ինչ կասեք այս մասով։ Արդյոք օբյեկտիվորեն է գնահատելի վերջո, թե այնուամենայնիվ թերացումներ ունեցել է հանձնաժողովը։ Դե ներսում էլ ասեցի, մի քանի ընդհանրապես մեկնաբանություն կատարեմ։ Իմ կարծիքով համապարփակ եւ պատշաճ ուսումնասիրություն չի կատարվել, ես այդպես եմ գտնում, քանի որ եթե ներսում եք, լսեցիք, որ ուրեմն ժամանակահատվածի մի ընդհանուր բաժին 2022 թվականի գույքի վերաբերյալ վերլուծությունները բացակայում են ընդհանրապես։ Իսկ զանգահարելու ես ոչ միայն հանդիպել եմ, խոսել եմ, այլև փաստաթղթեր եմ ներկայացնել այդ հարցերի կապակցությամբ։ Այսինքն այդ ձևաչափը կարճ ժամանակը կարճ լինելու վերաբերյալ, եթե ինձ տրվեր կոնկրետ հարցադրում եւ կոնկրետ ժամանակահատված, միգուցե ավելի փաստաթող, կարելի այդպես ասել։ Բայց դեպքում միտում տեսնում եք հանձնաժողովի կողմից։ Ես եթե միտում տեսնեմ, ուրեմն ինչ-որ մեկին պետք է ինչ-որ մի բանի մեջ մեղադրեմ։ Ես ընդհանրապես միտումը չի կարող լինել մենակ դիտավորության տեսքով։ Կարող է լինել, չգիտեմ, ոչ պատշաճ կատարելու արդյունքում այդ բանը չվերցնենք։ Ոչ էլ ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ չեմ տալիս։ Ամենայն դեպս ունենք նման եզրակացություն եւ իմ կարծիքով եզրակացության մեջ նշված հանգամանքները ուրեմն չէին բերում այն մտքին, որ ինձ կարելի էր տալ դրական եզրակացություն։ Իմիջիալուց ձեզ ասեմ, երբ որ ստացա մի քանի օր առաջ բարևարկության եզրակացությունը եւ ուսումնասիրելով իջնում էին ներքև, եթե լրատվամիջոցներում ներկայացված տեղեկությունը, որին բարևարկությունը բացասական է եկել, ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել։ Տպավորությունն այնպեսին էր, որ պիտի գամ, հասնեմ ու տեսնեմ, որ գրված է դրական եզրակացություն։ Բայց եկա ու ի զարմանալից տեսա, որ բացասական եզրակացություն, որտեղ մի քանի տեղեր կարևորագույն տեղերում արձանագրել էին, որ սա
ճիշտ է, սա արժանահավատ է եւ այլն եւ այլն։ Այսինքն չեն մանրամասնել, թե ինչու բացասական։ Կոնկրետ ինչ որ Մանրամասնված է ինչ որ միտեղ, ինչ որ մի բան գրված է, կոնկրետ մի հանգամանքի վերաբերյալ անշարժ գույքի ձեռքբերման, որը ձեռք է բերվել 2010 թվականից, 2007-ից մինչև 2010 թվական։ Այդ թաղամասը դուք էլ գիտեք։ Տարաժամկետ վճարելու պայմանով։ Իրանք գերել են, որ այդ առնչությամբ առկա է արժանահավատության ռիսկ ընդհանրապես։